Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։ Բարև ձեզ վարպետ։ Բարև ձեզ։ Վարպետ, ձեր շատ երգերում կա նաեւ որոշակի քաղաքական ենթատեքստ, որտեղ դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում ռեժիմի նկատմամբ, համակարգերի նկատմամբ, օրինակ եզը, շները, գազանանոց եւ այսպես շարքը կարելի է շարունակել։ Այսօրվա իրականության մասին ինչ երգ կգրեիք։ Այդ որ ասում են քաոսային իրավիճակ է, այո, քաոսային է, ես որևէ մեկը թող գլուխ չգովի, որ ինքը գիտի, թե հետո 10 տարի հետո ինչ է լինելու, այսինքն այս ժամանակների հետևանքները ինչ են լինելու, ինչ սխալներ են գործել 4 կառավարություններն էլ։ Ես առհասարակ ժամանակի մասին չեմ գրում։ Ես գրում եմ բաներ, որ բոլոր ժամանակների համար է։ Եվ իմ կարծիքով այդ երգերը, որ դուք թվարկեցիք, ես դա ջահել ժամանակ եմ գրել ազատության, անկախության եւ այլն այդ երգերը։ Բայց sense թե նենց, ասում եմ, երբ որ դու չես զբաղվում քաղաքականությունն է քեզնով զբաղվում, եւ այսպես թե այնպես ղեկավարությունը, եթե մեծ սխալներ է գործում, դա անդրադառնում է հասարակության վրա։ Ես գիտեմ, որ 3 վստահաբար կարող եմ ասել, որ 3 նախագահներն է, առաջինը լեգիտիմ էր, ցավոք սրտի։ Ինչու ցավոք սրտի։ Որտեղ գործակալ էր, որտեղ նրա հետ աշխատանք էին տալ, որտեղ նրան երևի կամ գիտեր, կամ վերջը ինչ ալնելու Ղարաբաղյան հարցի բանը։ Եվ Կրիչկովը, KGB-ի շեֆը իրան Mercedes-ն նվիրեց, չէ, բրոնիրованный, այսպես ասած։ Այն երկուսները դուսպրծուկներ են, Սերժիկն ու բանը, Ռոբերտը, նրանց հատուկ Մոսկվան վերեց։ Ես կուզենայի մի օր Լևոն Տեր-Պետրոսյանին հարցնել, թե ինչու էր նրանց, թե նա չի բերել, չգիտեմ, թե Վազգենն ա բերել, չգիտեմ ով ա բերել։ Մարդիկ, որոնք բոլորին ուրիշ մշակույթի մեջ էին մեծացել, այսինքն եթե սովետական միությունը զոնա էր եւ զոնայի օրենքներով էին շարժվում, մինչև հիմա այլ ասում են, չէ, մեր ախպեր ժողովուրդ, բրատսկի նարոդ, дружественный народ, կարելի է մտածել ուրիշ ժողովուրդները дружественный չեն։ Եվ այդ զոնայի այդ գողական բանը մտել էր նաև քաղաքականության մեջ։ Արա, բայց լավ տղա է։ Ինչ է շակում լավ տղա է։ Ես մի օր մեկին ասի մեր ղեկավարներից մեկի մասին, եթե քեզ տուն ա տվել կամ ինչ-որ փող ա տվել, քեզ համար երևի լավ, բայց որ քո ընտանիքը կոտորել ա, ոնց անա լավ տղա։ Ինչ ա նշանակում, այսօր օբյեկտիվ պիտի նայել ես ամեն ինչին, եւ ես հարգում եմ օրենքի դիկտատուրան, օրենքը բոլորի համար է գրված եւ պետքա իսկ թե ինչի է հիմա տեղի ունենում այս ամեն ինչը եւ ոչ թե առաջ, դա ինձ քիչ է հետաքրքրում։ Երևի հիմա են հարմար գտել։ Վարպետ, բայց հետաքրքիր է, որ տեսեք, ասացիք, որ դրածոներ են եղել բոլոր 3 նախագահները, բայց առաջ երբեք որևէ մեկը չի գործուղվել Մոսկվայից, ուղիղ Մոսկվայից։ Ինչու Սամվել Կարապետյանը այնքան շատ են Ռուսաստանի հետ։ Ստրատեգիական կենտրոններ, ասենք Մատենադարանը, ասենք եկեղեցին եւ այլն։ Տղաներից մեկը մի օր ասում է, խոսեցի կաթողիկոսի հետ, ասի, բա վեհապար, այս հարցը սենց պետք է անենք, ոչ թե այսպես պիտի լուծենք, ասեց, բա Կիրիլը ինչ կասի։ Տո Կիրիլը ասել է հիմա, ռուսների գլխավոր տերտերը։ Սովետի ժամանակ որ կանչում էր հոգևորականներին, իսլամ թե քրիստոնյա, ինքը նստում էր ստեղ, ոնց որ զոննայովը։ Այն մնացած հոգևոր հայրերը սեղանի շուրջ ու ինքը ոնց որ գլխավոր գողը էր, ինքն էս խոսում էր, որ սենց պետք է անեք, սենց պետք է անեք, սենց պետք է անեք։ Եվ մեր եկեղեցին բոլոր ժամանակներում են սովետի ժամանակ էլ ոնց որ ուղղափառ ռուս եկեղեցու դուստր կազմակերպությունը լիներ։ Մինչև այդ կապերը չկտրվի, շատ բաներ չի լուծվի, շատ հարցեր։ Այսինքն հիմա վարչապետին մեղադրում են եկեղեցու դեմ դուրս գալու։ Այս նոր կառավարությունը, որ ասում են դեմ ա գնացել եկեղեցու չի, անհատին ա դեմ գնացել, բայց ճիշտ բացատրությունը չի տվել, որ ախր եղբայր, դու ենթարկում ես ուղղափառ ռուսական եկեղեցու, դու պետք է ինքդ քո ինքնուրույն մտածողությունը, քո ազգին
հարիր մոտենալը չգիտեմ, որ մի լավ բան չենք լսել որևէ կաթողիկոսից, հակա սովետական կամ հակա հիմիկվա այս ղեկավարների, ոչ լավ, ոչ վատը, ոնց որ չեզոք ինչ-որ կառույց է այնտեղ դրած։ Խորհրդային բարքեր ասվածն ինչ է, պարոն Հաղվերդյան, եւ ինչու մենք չենք ուզում բաց թողնել այդ բարքերը։ Դա զոնա էր, որտեղ չէր կարելի դուրս գալ, ասենք արտասահման գնալ, արտասահման էինք ասում, չէ։ Մարդիկ ստանում էին, ես ստանում եմ կարծեմ 70 ռուբլի, թե ինչ որ, ասենք կերակուրդ կա, այս քո կերակրատաշն, այս սրանից ավել չես կարող ուտել։ Ստեղ չես կարող գնալ, ստեղ չես կարող, բայց Սոչի կամ բան, հիմա մարդիկ ասում, արա գնում ենք ամառը գոնե ծովում հանգստանում ենք։ Դա ինչ պատճառ է, որ դու մինչև հիմա կցված մնաս Ռուսաստանի հետ։ Դա սովետն է, ոչ թե Ռուսաստանը կամ ռուսները։ Մինչև հիմա մեր ուղեղի կեսը կամ գուցե ամբողջ ուղեղը սովետականացված է։ Մինչև երկու սերունդ չանցնի, մարդիկ չկարողանան ազատ մտածել, ազատ խորհել, ազատ խոսել, որը լի շատ բնական, ոչ թե ասեն, արա ինչ ռիսկով բան ասեց, չէ։ Պետք է ասես, ինչ որ մտածում ես։ Ինչու Սամվել Կարապետյանը Մոսկվայից գործունվեց։ Դե 100 անգամ ասել եմ, որ նա ուղարկված էր, որ ստեղ խժդժություններ առաջանա եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչպես ձեր հայտնի երգում երբ ասում եք գիտենք թե ովքեր են տերերը, այս դեպքում։ Այն ժամանակ էլ գիտենք տերերը ովքեր են, հիմա էլ գիտենք տերերը ովքեր են։ Եվ ես կարծում եմ, որ այս ճակերտների մեջ հալածանքը, որ գնում է օլիգարխների նկատմամբ եւ պիտի գնա, դա թալանի դեմ է։ Ինչու հիմա եւ հետո դա ինձ քիչ է հետաքրում։ Բայց վերջապես մի օր պետք է գար, որ իմանայինք, որ այս ինչ գեներալը դավաճանությամբ է զբաղվել վերջի պատերազմի ժամանակ, ինչքան փող է կերել, ինչ օբյեկտներ, օբյեկտ են ասում, չէ՞ հիմա, ամեն ինչին, լափելու տեղը օբյեկտ է, հիվանդանոցը օբյեկտ է, էսի սրա օբյեկտ է, մյուսը նրա օբյեկտն է, ես փառք Աստծո օբյեկտ չունեմ, ոչ մի, որովհետև այն պաշտոնի նման մի բան է, որ տվել է այն ժողովուրդը, ինձ թույլ չի տալի ունենալ ոչ կուսակցության անդամ պետք է լինեմ որևէ, ոչ որևէ օբյեկտի տեր պետք է լինեմ, այլ պետք է ապրեմ ինքս իմ աշխատանքով, ես երգում եմ, համերգներս գնում են, ես իմ ընտանիքի օրվա հացը ապահովում եմ եւ դեռ մի բան էլ սպոնսորներ ունեմ, որոնք ասենք օգնում են ինձ որտեղ ամեն ձայնագրություն ամենակիչը նստում է $30,000, որից մի առանձնապես տոկոսներ դուրս չի գալի, բայց գոնե ժողովրդին ես իմ համոզմամբ ես տալիս եմ որակյալ ապրանք, ես արվեստնել եմ ապրանք համարում, լավ իմաստով, վատ իմաստով չէ։ Իսկ այսօրվա միջավայրը, թեկուզ երաժշտական միջավայրը մշակութային, ինչպես ես ոչ մշակույթի հետ կապ ունեմ, ոչ այսօրվա միջավայրի հետ կապ ունեմ։ Իմ բոլոր ընկերներից մի հոգի է մնացել, նա աշխատում էր գարաժի վարիչ եւ բացարձակ արվեստի գործիչների հետ կապ չուներ։ Ես էլ որևէ արվեստի գործիչ, արվեստաբան դասախոս ընկեր ունեմ, Հենրիկ Հովհաննիսյանն է, որը շատ հայտնի է, որը ինձ սովորեցրել է մտածել, ասել ոչ քարացած ինչ-որ հասկացողությունների և զարմանալու ասեմ, թե այն ինչ-որ գրված է դրա հակառակը մտածելու արվեստին, այսինքն բոլորը ասում են, որ կոմունիզմը կհաղթի, բայց ես այն ժամանակ էլ ասում եմ, որ դա աբսուրդ հասկացողություն է, չէ՞ որ դա ասում են բոլորը հավասար են։ Այդ էլ քրիստոնեությունից վերցրած բան չէ, բայց բոլորը հավասար են ում առաջ, Աստծո առաջ, այսինքն տիեզերական ներդաշնակության առաջ են հավասար, բայց կոմունիստները կտրեցին այդ Աստծո անունը, դարավ բոլորը հավասար են, ինչով, բոյով, քաշով։ Այդ կարծրացած մտածելակերպի մաս է նաև վարպետ, որ մեզ պետք են փրկիչներ, ու միշտ ինչ-որ մարդիկ են հայտնվում, որոնք գալիս են մեզ փրկելու, ինչ-որ։ Մեր հասարակությունը մենք պետք է ընդունենք այդ բանը, ես սա մեջբերում եմ ռուսական օկուջավայից, որ ազգությամբ ռուս չէր, իհարկե կիսով ջաբա էր,
մի մարդու հարցազրույցի ժամանակ, երբ որ ինքը քաղաքականությունից առհասարակ չէր խոսում։ Եվ մի լավ երգ ունի, ինչպես կործանվեց հռոմեական կայսրությունը, որը ակնարկում է այսօրվա բարքերի մասին։ Ենթատեքստը սովետի ժամանակ ենթատեքստը շատ ուժեղացավ մեզ մոտ։ Նմանվեց Պարուս Սևակյան բանաստեղծությանը, որ ինձ այնքան տրորեցին ճամփեզրի խոտը, որ ես ստիպված արմատս երկարացրի։ Ինչի մասին ենք խոսում։ Այդ կարծրացած մտածելակերպի, որ այս փրկիչներ են պետք։ Եվ այդ փրկիչներին մի սերունդ, երկու սերունդ պետքա փոխվի։ Պետքա փոխվի, որովհետև Ակոջավան ինչ ասեց հարցազրույցի ժամանակ, ասեց, որ մենք միջև մեզ չխոստովանենք, որ մենք հետամանած հասարակություն ենք, ոչինչ չի շտկվի այս երկրում։ Եվ ինչ արեցին։ Ելցին կոչեցյալ կայսրը ինչ ընտրություն իժվան նշանակեց չեկիստին երկրի ղեկավար։ Այդ չեկիստը պետք է մտածի չեկիստաբար։ Եվ նրանց մեծամասնության համար է Ստալինը կուրքա։ Ասում են այս Ստալինը պետք է լիներ, շատերի մոտ տենց է։ Մի խոսքով մենք պետք է խոստովանենք, որ մենք պետք է մի քիչ զարգանանք ուղեղով եւ առհասարակ կրթված հասարակություն դառնանք։ Շատերը նույն նոստալգիայով, չասեմ շատերը, բայց որոշ զանգված առնվազն, նույն նոստալգիայով հիշում են Քոչարյանին եւ ասում են, որ ուժեղ առաջնորդ էր, իրենից Ալիևները վախենում են։ Քոչարյանն էլ չի ուզում թոշակի գնել։ Ոչխարները ուզում են չոբան լինի։ Այդքան բան։ Իսկ ինչու անհաշտություն կա նույն պաշտոնական Մոսկվայի մոտ այսօրվա իշխանությունների հետ, ինչու են ուզում փոխել։ Ես քաղաքական գործիչ չեմ, որ ասեմ թե ինչ կարող, գիտենք որ նա ուզում է որ մենք մնանք իր պրովինցիան։ Մեր մոտ նորմալ մտածող մարդիկ չեն ուզում դառնալ պրովինցիա։ Ես մի անգամ հարցազրույցի ժամանակ կարծեմ շանթում էր, նվերը ասեց սրանից հետո քեզ չեն թողնի հերոստաս։ Զորի Բալայանը որ ասել էր մենք Ֆորտ Պոստն ենք Ռուսաստանի, նա ռուսի տեսանկյունից է նայում հային։ Այսքան հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդը, որը իր հետևում կարող է թողնի ոչ միայն ռուսներին, այլ շատ ուրիշ ազգությունների, հանկարծ ուզում է Ֆորտ Պոստ դառնալ, ինչ-որ մի հատ տգետ կայսրության, տգետ, դաժան եւ գարշելի կայսրության, ոնց որ Ռուսաստանն է։ Երեք, այսօր եւ վաղ կլինի։ Չի փոխվելու։ Չէ։ Որովհետեւ ռուս մարդու մտածողությունից մեծամասնության մասին է խոսքը։ Ոչ թե ինտելիգենտ լուրջ։ Օրինակ վերջերս բանը հարցազրույց է Սակուրով կոչված շատ մեծ ռեժիսոր է։ Ասեց մեր Ռոսիա բալնա Ռուսաստանը հիվանդ է, պետք է բուժվի։ Նրանց մեծամասնության մոտ մեծարարոսական շովինիզմը այնքան է սրսկե великий народ ասելով, մոռանալով որ որևէ ժողովուրդ չկա, որ великий չլինի։ Ինչ ասում великий народ, великий русский народ։ Այդ ամեն ինչը սովորական ժողովրդի մեջ զզվանք ու ատելություն էր առաջացնում, որ այսինքն դու великий ես, մենք կողքից ընդ մուկ ենք, այսպես ասած, տշում, չհասկացանք։ Բայց ինչքան գիտնական ենք մենք տվել իրանց ցավոք սրտի շատ զորավարներ, թե հակա նախքան սովետը, թե սովետից հետո եւ սովետի ժամանակ։ Մի խոսքով ասենք ուզբեկներին կամ ասենք ասում էին բան կասագլազի թե ինչ տես բան էին ասում արմիաշկեքին ասում էին բան արմիաշկա եւ չեռնաժոպի բան ուկրաինացիներին խախոլ։ Իսկ հիմա երբ որ մեզ այդ շովինիզմը երեխեն ռուսական ծնվում է, շովինիզմը աջ ձեռքում, արաղը ձախ։ Երբ որ մեզ ասում են, որ Ուկրաինային նայեք, ձեզ խղճացեք, կոպիտ ասած, այդ մասին ուղիղ խոսել է անգամ Վլադիմիր Պուտինը։ Սա ինչ ակնարկ է, սա արդյոք բարեկամության, դաշնակից։ Դա ամենաուղղակի իմաստով խուժանություն է։ Իսկ խուժանությունը եւ խուլիգանությունը բանից հեռու չեն Պուտինից, ոչ էլ Տրամպից։ Նա կարող է շատ անտակտ վայել Տրամպը իրան ու դա համարում է, որ եւ շատերը դեմ են նրան, ամերիկացիները չեն սիրում նրան։ Ինչպես նաեւ չէ, Պուտինին ստվար հատված կա, որ ընդունում են, որ Պուտինը ասում է, որ Ուկրաինա հարձակվեց մեզ վրա,
Թեև Ուկրաինան հարձակվեն դարձել ես չգիտեմ։ Դե մեղադրում են, որ Ուկրաինան մերձենում էր Եվրամիության հետ, հիմա նույն բանը մեզ են։ Ուզում է կրթվի, ուզում է կրթված հասարակություն ունենա, որ մարդիկ հետույք լիզելով չզբաղվեն։ Մեր մոտ բացի կաշառակերությունից, կոռուպցիայից, նաև այդ քծնանքը բանը, ինչ որ ղեկավար պաշտոնի մարդկանց դարել է նորմալ ապրելու ձև։ Տեսեք, ասենք Սերժ կամ Քոչարյանը մի տեղ էին գնում, քանի հատ նախարար էին լպստում նրա կոշիկները, ասենք։ Քոչարյանն էլ էր ասում, իրավիճակին նայեք Ռուսաստանի աչքերով եւ կհասկանաք, որ մենք Ռուսաստանին դավաճանել ենք եւ հիմա նորմալ, ադեկվատ պատասխան է։ Քոչարյանը ուրիշ ինչ կարող է ասի։ Սովորական գեղցի է, եկած բանից Նագորնի Ղարաբաղից, որտեղ եթե մենք զոնայի մեջ ենք ապրում, ես 70-ական թվականներից Ղարաբաղ գնում գալիս էի, նրանք կարծերում էին, որովհետև Կևորկով կոչեցյալ անասուն կար, էլի հայ, շորտված հայից սարսափելի բան չկա։ Նա նես դրույթ որ ազգային որևէ թեմա չէր կարող շոշափել այնտեղ։ Նա մեծացել է այդ դաժան բանտի մեջ, որ կոչվում էր Նագորնի Ղարաբաղ։ Եվ այդ մտածողությունը ունի։ Բայց ամեն դեպքում երկար տարիներ եղել է քաղաքականության մեջ, 10 տարի ղեկավարել է Ինչ է քաղաքական, ինքը եղել է երկար տարիներ բիզնեսի մեջ։ Նա քաղաքականությունը ծառայեցրեց իր բիզնեսին։ Միշտ եթե ինքը մի քիչ բիզնես կարողանա անել, բիզնեսը կծառայեցներ իր ժողովրդին։ Նա կողոպտել է ժողովրդին։ Հիմա ինչու է ուզում վերադառնալ։ Ասում է հեղափոխություն կանեմ, բայց պիտի վերադառնա։ Դա իրան է հարցը տվեք։ Նա ափրծփր շատ բաներ կարող է դուստա դա չի հետաքրքրում։ Կարապետյանն էլ ասում է, որ հենց այդ նպատակով է եկել, որ բիզնեսը ծառայեցնի այս ազգին։ Չէ, դա 300,000 բան տենց։ Այո, եւ Ես մտածում եմ, երբ ինքը թրով պիտի կանգնի այդ 300,000-ին, ես կլուծեմ այդ հարցը։ Սամոն ջան, հոդու տուֆտա բաներ մի ասա։ Դուք տուֆտում եք, Սամվել։ Սենց Ասում է նաև գաղտնի պլաններ ունի։ Սպասենք գաղտնի պլաններին։ Այս իշխանությանը հեռացնելու է եւ գալու են կառավարեն, ինչպես իրենք են ասում, իրենց ձևով։ Գաղտնի մարդու մոտ կարող է իր սեռական հարաբերությունները կամ տուալետում ինքը ինչպես է սրբում իր հետույքը, մնացած ինչ գաղտնի բան կա, ամեն ինչ առերես, ամեն ինչ երևում է։ Կետը պարզ է, այսօր պղտոր չի։ Մենք տեսնում ենք ով ինչ բողքեր է կերել։ Ով ինչքան անօրինական կառույցներ է սեփականաշնորհել եւ այլն տեսնում ենք Ռուսաստանից օրինակ Մեդվեդևը օրերս հայտարարեց, որ այստեղ անազատությունները այնքան շատ են Ծառուկյանին օրինակ ճնշում են, որովհետեւ դե իրան ասել են sense կասես, ասում են, ինքը ալկոհոլիկ մարդ է։ Իրան թվում է մենք իր վասալն ենք, ինքը ոնց կուզենա խոսի մեր մասին։ Իսկ նախընտրական, հետընտրական շրջանում վարպետ, այս Ռուսաստանի քաղաքականությունը մեզ պատժելու, որ ձեր ծիրանը չենք առնի, ձեր լոլիկը չենք գնի, դուք սովից կմահանաք։ Մենք պետք է մեր խորին շնորհակալությունը հայտնենք Ռուսաստանին, որ մեզ ստիպեց մտածել, որ կան ուրիշ շուկաներ։ Այսինքն ճանապարհ բացեց։ Ինչ որ անում է Պուտինը, անում է հակառակ ռուս ժողովրդի։ Ինչ որ անում է, նա տանում է դեպի կործանում է ժողովրդին։ Նա ոչ թե կրթում է ժողովրդին, այլ տերիտորիա է ուզում, այ տերիտորիան պահում ես, ինչի համար, որպեսզի դա վերածես էկոլոգիական աղբանոցի, որտեղ մտավորականություն չլինի, մտածող մարդ չլինի, տերիտորիան վերցրիր, բայց հետո պետք է մտածես, թե ոնց ես պահելու, որովհետև ինչքան շատ դու տերիտորիաներ ես բռնում, ձեռքերդ այդքան թուլանում են, չէ։ Այդ պարանները կամաց զգում ես, որ ձեռից դուրս են պրծնելու։ Կլինի Ուզբեկստան, կլինի Էստոնիա եւ այլն, տարբեր այդ որ ռուսական լծի տակ էին։ Եվրամիությունը իր շուկան բացեց, արաբական աշխարհը ստացվում է, որ Հայաստանը աշխարհի տարբեր շուկաներ են։ Հայաստանը աշխարհին հետաքրքիր է վարպետ, որովհետև մեզ համոզել են, ասել են, որ դուք ոչ ոքի պետք չեք, ձեր աշխարհագրական դիրքը լավը չի։ Լուկաշը ապուշի բեկլա։ Դրան իզուր չեն ասում, չէ, կարտոֆելնի դիկտատոր, թե ինչ-որ տես։ Կոլխոզից ենքում բան չի մտածում։ Հա, 1000 բան կարող է, 1000 շուն հաչի։ Պետք է ուշադրություն դարձնենք դրան։ Ինչ է հիմա կատարվում մեր երկրի շուրջ, թրիփ նախագիծ, միջազգային պրոյեկտներ,
Սա ինչի մասին է։ Սա ձեզ ուրախացնում է, սա նրա մասին է, որ արդյոք մենք կարևոր ենք, մեր աշխարհագրական դիրքը շատ լավն է եւ մենք դրանից օգտվում ենք։ Գիտեք ինչ, այսօր այնքան խելացի ինձ համար ջահելություն ունենք։ Դեզից 10 տարի երիտասարդն էլ է ինձ համար երիտասարդ։ Վերցնենք ասենք Մեհրաբյանի, չգիտեմ, մնացած ազգանուններ, ես բոլորի ազգանունները չեմ հիշում, եւ այնքան խելացի վերլուծություններ են անում, որ ես իրանցից բան ունեմ սովորելու։ Հիմա ես ինչ կարող եմ ասել իրենցից ավելի լավ։ Եթե ես կարողանայի նրանցից ավելի լավ վերլուծել, ես կարող եի ձեր հարցերին պատասխանել։ Բայց այս հարցերը ես կուզենայի, որ նրանք տան, որովհետև ես արդեն իմ այն տարիքն է, որ ես ուղղակի սիրում եմ լսել, ոչ թե խոսել։ Հավատում եք, որ հայն ու ադրբեջանցին կողքի կարող են խաղալ։ Դու միշտ էլ ապրել են։ Թումանյանին հիշում եք սպիտակ դրոշակավոր է։ Սպիտակ դրոշով գնում ու բարշացնում էր ռուսներին ու թուրքերին, հայերին ու թուրքերին։ Թուրքական գյուղերն ու բանը գնում ասում էր այ անասուններ, երկուսն էլ հարգում էին իրան։ Թումանյանը թուրքերի համար էլ շատ մեծ վարպետ էին համարում։ Ասում էր չեք հասկանում, որ ցարն է ձեզ իրար հետ հագցնում, կռվածնում, այդ բանը չգիտեք երևի։ Միջև հիմա այդպես է, էլի ցարն է մեզ կռվածնում։ Բա Ադրբեջանը Ղարաբաղը ինչի համար է ստեղծել։ Որպեսզի այս երկու պետությունները անկախություն չուզենան։ Եվ ինքը հրահարեց Ղարաբաղյան հարցը։ Հենց ռուսը սկսեց Ղարաբաղի հարցը։ Ու ասեմ ինչու։ Սկզբում գնում էր մեր մոտ ցույցեր, էկոլոգիական ցույցեր էին։ Հետո հանկարծ եկավ հայտնվեց ոմն Իգոր Մուրադյան, դե խաբել են, թե ինչ են արել դրան չեմ անում, թե KGB աշխատող ինչ էր։ Շրջեց դեպի Ղարաբաղի հարցը։ Ռուսաստանը էկոլոգիայից ավելի վախեցավ, որովհետև հետո նայրիդ փակվեց եւ այլն։ Ասեց Ղարաբաղի բանը, կարտը մեջտեղ գցենք։ Եվ պարշիորտի գզային իրար։ Խայծե կերանք, այսինքն։ Ոնց այդ Մոսկվան ասաց Ղարաբաղյան շարժումը։ Որտեւ իրան ձեռնտու էր, որ սրանք անկախություն չուզենան, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը։ Հիմա հասկացել են այդ խաղը, թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Երբ որ խաղաղությունից ենք խոսում, սա էլ է որոշ նույն Մոսկվային ջղաձգում է։ Այդ հարցերը տվեք մեր խելացի վերլուծաբաններին, որոնց բոլորին շատ եմ սիրում։ Մի քիչ տարբեր են, մի քիչ բան, բայց բոլորն էլ իմ սիրած համենայնիվ վերլուծողները բոլորն էլ այն կարծիքի են, որ Մոսկվան մեզ ուզում է պահել որպես վասալ, մենք էլ չենք ուզում վասալ դառնալ, այդքան բան։ Կարևոր դուք հավատում եք, որ խաղաղություն հնարավոր է հարևանների հետ։ Այ Ռուսաստանի Ես տենց չեմ համարում։ Ես համարում եմ, որ շատ շուտով մեծ փոփոխություններ ալնելու եւ անգամ կարող է պատերազմ լինի։ Պատահական բան չի, որ հрьяաները քթները կողում են մեր գործերի մեջ ու հանկարծ հիշեցին, որ ցեղասպանություն է եղել։ Դրանք ամենավտանգավոր ժողովուրդն են եղել բոլոր ժամանակների համար, որովհետև ունեն գաղտնի կազմակերպություններ։ Ոնց են իրանք առաջ գնում։ Կաշառքով, բանկերը սա Ամերիկայի իրանց ձեռն է։ Տրամպին իրանք են դրել։ Հա, բայց երբ որ ուզեցին Անգլիային քսի տալ այս հարցում, անգլիացիները, այսպես ասած, յան տվին։ Գնաց Ամերիկայի մոտ, ամերիկացիների մոտ ընտրեցին Տրամպին եւ Տրամպով հարձակվեց իր ողերիմ թշնամու Պարսկաստանի վրա։ Իսրայելի ողերիմ թշնամու, ոչ թե Ամերիկայի, որովհետեւ Ամերիկան ուր, Պարսկաստանը ուր։ Եվ հիմա ամերիկյան ժողովուրդը բողոքում է, թե ինչի իմ երեխեքը պետք է գնան զոհեն հանուն Իսրայելի։ Հա, ամենահայտնի դերասանները եւ այլն Տրամպին հայհոյում են Բարիս բուն իմաստով։ Վերջերս Ռոբերտ Դե Նիրոն մրցանակ ստանալուց ասեց Տրամփ, fuck you։ Այդքան բան։ Չնայած ինքը գնացել են ինչ-որ մեդալ ստանալու համար։ Այսինքն ցեղասպանության հարցը Իսրայելը առնվազն օգտագործում է։ Իհարկե։ Ինչի մասին է խոսքը։ Դա ցինիզմ է։ Եվ նույնպես խուլիգանություն։ Թուրքիայից պաշտպանելու համար այստեղ է ռուսական ռազմաբազան եւ էլի այդ փրկիչների գաղափարը, որ եթե ռուսը չի, եթե ռուսական ռազմաբազան չլի, ինչ կփոխվի։ Թուրքական բանակի դեմ պետք է ինչ որ բան անի։ Թուրքը մեզ Ցեպը
Ցեպը թուրքերի պահում է Ամերիկան եւ ադրբեջանցիների նույնպես Եվրոպան։ Ուր ենք մենք։ Հիմա էս է պատկերը։ Ես չգիտեմ ինչեր կլինեն, ինչեր չեն լինի, ես ով անգան չեմ։ Այդ հարցերեք մեր վերլուծաբաններին։ Ուր ենք մենք գնում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով եղավ, ինչից էլի Մոսկվայում դժգոհություններ են հայտնում, թե ինչու Զելենսկին պիտի գա Երևան, այստեղից հայտարարություններ անի։ Բայց այս ամեն ինչը, որ տեղի է ունենում մեր Ես կարծում եմ դա ամենաողջունելի բան էր, որ եւ Զելենսկին եկավ, եւ այն աղջիկը Բելարուսիայի, որ պետք է ինքը նախագահ ընտրվեր, իր տեղը Լուկաշին դրին։ Այսինքն կարծում եք, որ անկախ Մոսկվայի արձագանքից Հայաստանը հիմա դա ինքնուրույն քայլ էր, որի եւ Մոսկվան հիստերիայի մեջ ընկավ, որովհետեւ դու ինչ իրավունք ունես ինքնուրույն քայլելու, չէ՞ որ դու իմ վասալն ես։ Արիստեմ երկու հատ ապտակ կտամ, որ քեզ կարգին պահես։ ապտակը այդ տնտեսական սանկցիաներն էր, թե սպասենք նորությունների։ Այո։ Ինչ եք կարծում, ուր ենք գնում որպես պետություն, ճիշտ ճանապարհին ենք։ Դուք որպես արվեստագետ, մտավորական, ինչպես եք զգում։ Չգիտեմ։ Բայց կարծում եմ, որ այս անգամ վարչապետի ընտրությունը ժողովուրդը բնազդաբար ճիշտ ընտրեց։ Ես բնավ Նիկոլից գոհ չեմ եւ ես դժգոհներից մեկն եմ։ Որովհետեւ երբ որ դու քո քայլերը դու խոստանում ես, որ հեսա կունե զրկեմ եւ այլն, անում ես ուշացած, դրա իմաստը մի քիչ թուլանում է, մի քիչ չէ շատ։ Ձեր դժգոհությունը դրանով է պայմանավորված։ Երբ որ դու բայց այդ ժամանակ էլ դատական համակարգը այդ կաշառակերների բաների ձեռքում էր։ Հանկարծ այրվեց արխիվը դատախազության։ Այդ հարցը պետք է տակ Աղվան Հովսեփյանին։ Այդ ոնց եղավ, որ Կրիշուն վարվեց։ Հետո այդ արխիվը կարծեմ պատվալներում անում։ Ինչի վարվեց այդ արխիվը։ Որտեղ դենես բաներ կա գրած, որ Դե հիմա Ծառուկյանին, Քոչարյանին, Կարապետյանին այս իրավական գործընթացները որ կան, ասում են, սա անձնական վրեժխնդրություն է, վարչապետը պարզապես նրանց ուզում է պատժել։ Ոչ, ես ասեմ։ Դա անձնական վրեժխնդրություն է, որը համընկել է ժողովրդի կամքի հետ։ Օրինաչափ է։ Օրինաչափ է։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն էր, կհանդիպենք։